Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հուսամ լավ եք եւ ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Այսօր որոշեցի պատրաստել աղցան, բոլորից շատ հայտնի ու հեշտ պատրաստվող աղցան է, ինչու՞ չէ նաեւ շատ համեղ եւ օգտակար։ Վերցրել եմ սիսեր, հիմա մոտիկացնեմ, դուք էլ նայեք, միասին նայենք։ Վերցրել եմ սիրելիներս սիսեր, 3 նախորոք երեկոյան թրջել եմ, լավ լվացել եմ, մաքրել եմ, վերջում վրան ավելացրել եմ եռմանջուր եւ թողել եմ այսպես մնա մինչ առավոտ։ Առավոտյան նորից լվացել եմ, ջուրը քամել եմ եւ դրել եմ եփվելու։ Եփվելու ընթացքում, երբ որ արդեն տեսնում եմ, որ լավ եփվել է, աղ եմ ավելացնում, մի փոքր էլ աղի մեջ եմ եփում։ Հիմա այսպես, բաղադրիչներից կարևորը սիսերն է, այստեղ ունենք գինձ, սամիտ, սող, սև պղպեղ, կարմիր պղպեղ և բուսայուղ ունենք։ Ընդհանուր պարագաները այսքանն էին, բաղադրիչները շատ հեշտ պատրաստվող աղցան է։ Հիմա միասին կպատրաստենք։ Դե քանի որ արդեն սիսերը պատրաստ է, հիմա պետք է մանր կտրատեմ սոխը և կանաչին ու սկսեմ համեմել։ Սոխի հետնամասերը կտրատում եմ, այսպես դուրս եմ բերում։ Եվ այսպես մանր բարակ կտրատում եմ։ Տեսեք, այսպես բարակ կտրատում եմ։ Շատ հեշտ պատրաստվող աղցան է։ Հաջորդը կտրատեմ կանաչ սոխը վերջացել էր, դրա համար այս սոխով եմ պատրաստում, այս հետնամասը հանեմ, գլուխ սոխով եմ պատրաստում, թե չէ կանաչով կանեի, կպատրաստեի։ Հիմա ցույց տամ ինչ ձև կտրատեցի, սիրելիներս, հետո անցնեմ կանաչին կտրատեմ։ Սոխը այսպես կտրատեցի։ Հերթը հասա կանաչին, մանր կտրատեմ, այսպես լավ առատ կանաչի եմ գցնում, գարնան կանաչին շատ եմ սիրում, ընդհանրապես աղցանների մեջ ավելի շատ սիրում եմ, որ կանաչին է շատ լինում, համու հոտը փոխում աղցանի, ասեք, որ այդպես է։ Քան ուզում է սոխ ավելացնենք, մեկ է համու հոտը տալիս է կանաչին։ Եվ առողջարար է, եւ օգտակար է, եւ թեթևուտ է, ասենք ըստ սիրողների, էլի սիրելիներս։ Հիմա արդեն սկսենք հավաքել աղցանը։ Ավելացնեմ սոխը, քանի որ ես եւ նկարում եմ եւ աշխատում եմ, այդ իսկ պատճառով մի փոքր դժվար է ինձ համար։ Այսպես, ելքը գտա սիրելիներս, ավելացնում եմ այսպես սոխը, մի փոքր այսպես բացեմ, շատ բարակ եմ կտրատել, դրա համար մի տեսակ այսպես է,
Ավելացնում եմ կանաչին։ Սև պղպեղ, կարմիր պղպեղ։ Ավելի շատ սև պղպեղ։ Բուսայուղ։ Հիմա այս ամենը մի լավ Անկեղծ ասած ուզում էի աղցանին ավելացնել գազար, մանր քերիչով անցկացրած գազար, կարծում եմ հետը շատ լավ կգնար եւ հավի կրծքամիս թելթել արած, ոչինչ դա էլ թող մնա հաջորդ նկարահանման կամ հաջորդ աղցան պատրաստելուց։ Ահա եւ վերջ աղցանը պատրաստ է։ Լցնեմ մատուցվող ափսեի մեջ եւ ձեզ ցույց տամ, սիրելիներս։ Սիրելիներս չմոռանաք վերջում լայքել, սեղմել զանգակի կոճակը եւ սպասում եմ ձեր լավ մեկնաբանություններին։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, հուսով եմ ձեզ դուր եկավ, ցտեսություն եմ ասում ձեզ, կհանդիպենք հաջորդ վլոգներում։